Սիրելիներս ողջույն, արդեն սոխորածը պատրաստել եմ եւ որոշել եմ այսօր ձեզ համար պատրաստել ձվով տապակած կանաչ ոլոր։ Սոխորածը պատրաստելուց հետո մի փոքր ջուր ենք ավելացնում, որպեսզի այն չայրվի։ Նշեմ, որ ոլորը հում վիճակում է գտնվում, ես այն սառեցրել եմ, սակայն այնուամենայնիվ ինքը հետ գալուց հետո սառնությունից հաստատ նորմալ չի փափկելու, այդ իսկ պատճառով մի փոքր ավելացնում ենք ջուր, որից հետո արդեն կավելացնեմ կանաչ ոլորը։ Ահա այսպես լցնում ենք կանաչ ոլորը։ Մի փոքր այսպես խառնում ենք։ Ահա, որից հետո կծածկեմ կափարիչով։ Մինչև ոլորը եփվում է, ձուն համեմում ենք, քանի որ ոլորը չեմ համեմել, ահա այսպես, որից հետո սկսում ենք հարելու գործընթացը, հետո պիտի ավելացնենք ոլորի վրա։ Ահա այսպես լավ հարելուց հետո շատ լավ է, հիմա ձուն կավելացնենք ոլորի վրա։ Ահա այսպես, հիմա ոլորը կխառնենք, որից հետո արդեն կավելացնենք ձուն և կծածկենք, որպեսզի ձունը եփվի և մեր կանաչ ոլորը արդեն կհամարենք պատրաստ և անուշ կանենք։ Ահա այսպես անկյուններով լցնում ենք, որպեսզի համաչափ լինի և ամբողջ ոլորը ծածկի։ Հիմա կփակենք և մոտավորապես 5 րոպե կսպասենք, որպեսզի կարողանանք համտեսել։ Ահա և վերջ, մեր կանաչ ոլորը պատրաստ է։ Անուշ լինի, իսկ եթե դուք ուզում եք նման հոլովակները բաց չթողնել և մնալ ինձ հետ, ապա խնդրում եմ հոլովակս հավանեք, եթե բաժանորդ չեք, բաժանորդագրվեք և սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բոլոր նոր վիդեոները, հոլովակները ձեզ մոտ միանգամից հայտնվեն։ Շատ շնորհակալ եմ։